2010-ին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար և ընդամենը մեկ տարում ստեղծեց միջազգային չափանիշի փրկարարական համակարգ։ 2011-ին փրկարարի օրը Արմեն Երիցյանը տոնական շքերթով ներկայացրեց հաշվետվությունը։ Ճիշտ կառավարման շնորհիվ Հրշեջ ջոկատները վերաճեցին 4000 հոգանոց պրոֆեսիոնալ փրկարարական բանակի, որոնք 911 վստահության հեռախոսի միջոցով օգնության են հասնում ցանկացած դեպքում։ Մերոնք պարտավոր են պատասխանել եւ աջակցել։ Եվ Աստված մի արասցե, անկարծ մերոնք ասեն սխալ եք զանգել, պիսի զանգ չլինի, միանգամից կպատժվեն։ Նա հաջողությամբ համագործակցում էր միջազգային կառույցների հետ եւ օգնության ուժեր ուղարկում Թուրքիայում երկրաշարժի սուժասներին, Ռուսաստանում հրդեհից այրվող անտառներին։ Ես եւս մեկ անգամ կցանկանայի երախտագիտություն հայտնել եւ հանրապետության նախագահին եւ բոլոր փրկարարներին ու հրշեջներին։ Արմեն Երիցյանն իր կարիերան սկսել էր Ռուսաստանի բուհերում ոստիկանի կրթությամբ, Հայաստանում հասել մինչև փոխոստիկանապետի պաշտոնի։ Գեներալ-մայոր Երիցյանն ապրում էր ակտիվ սպորտային կյանքով, 56 տարեկանում արդեն վաստակել էր մեր երկրի գրեթե բոլոր պետական պարգևները։ Արմինե Ուդումյան, Առաջին ալիք։